Եվ Ալիևը փորձում է հիշեցնել, որ ռազմավարական առումով ինքը չի հրաժարվում իր նպատակներից եւ թիրախներից։ Միգուցե Ալիևը վստահ չէ, որ Փաշինյանը կվերընտրվի, 26-ին, եւ շտապում է։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ շտապողականություն կա պարտադրել Նիկոլ Փաշինյանին անել որոշակի քայլեր։ Ալիևի շատ կոնկրետ քաղաքական թիրախներին եւ նարատիվներին, որ սահմանել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, շատ կոնկրետ օրակարգային նկրտումներին, Նիկոլ Փաշինյանը փաստացի պատասխանեց խոհափիլիսոփայական ինչ-որ ձևակերպումներով։ Դա ընդհանրապես Ալիևի խոսքերի, այսպես ասենք, արդարացում է նույնիսկ։ Ավելի շատ էս ցորենային պատմությունը, ավելի շատ այս պրոցեսներին Ռուսաստանի հակախաղի, եթե կարող ենք այսպես ձևակերպել, դրսևորումներից մեկն է։ Գլխավոր մոդերատոր, ռեժիսորը Ռուսաստանն է։ Մոդերատորը ես կարծում եմ, այո, Ռուսաստանն է։ Ադրբեջանը այդ հարցերը Հայաստան տարանցման քննարկել է ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի հետ։ Հայաստանի Հանրապետությունը այս ընթացքում ինչ ստրատեգիական որոշում է կայացրել, որը հակասել է Ռուսաստանի շահերին։ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է հասկանում, որ այսօր եւ ոչ միայն այսօր, նաեւ վաղը որևէ հեռանկար չկա Հայաստանի Եվրամիության անդամակցության։ Այսինքն բնույթի մեջ ինքը չի տանում Եվրամիություն, բայց ընտրական նպատակով թեկուզ կաղապարով, հա, կօգտագործի։ Առավելագույնս փորձելու է ստեղծել այդ միջավայրը, որ Որոշակի դադարից հետո Ալիևը կրկին անցավ կոշտ ռետորաբանության։ Սևանը կոչեց Գյոյչա, ասաց, որ ավտոմեքենաներով գալու են Հայաստան իրենց պատմական հողեր եւ այլն։ Մեկ օր անց Երևանից արձագանք եղավ։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր։ Արդյոք համարժեք էր այդ արձագանքը եւ ինչ նպատակ է հետապնդում Բաքուն այս փուլում։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունել համար։ Պարոն Բադալյան, ինչու Ալիևը վերադարձավ, այսպես ասենք, նախկին ռետորաբանությանը, չէ՞ որ իշխանությունը մեր իշխանությունը ամենօրյա ռեժիմով հանրությանը վստահեցնում որ այլևս խաղաղության մեջ են, խաղաղության դարաշրջանում ենք եւ այլն։ Ինչ է ուզում սրանով ասել Ալիևը, ում է ասում ամենակարևորը, ինչու է ասում։ Ես չէի ասի, որ նախկին ռետորաբանություն, որովհետև ըստիս Ադրբեջանը երբեք չի հրաժարվել որևէ ժամանակահատվածում, այո, օգոստոսի 8-ից հետո ինտենսիվությունը մի քիչ նվազել է, բայց մենք տեսնում ենք, որ պարբերաբար բարձրաձայնում է իր նպատակները, իր խնդիրները եւ իր գնահատմամբ չլուծված եւ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերը, որոնք որպես կանոն առնչվում են Հայաստանի հանդեպ որոշակի քաղաքական ուղղակի կամ անուղղակի պահանջների եւ պայմանների։ Մի կողմից այդ օգոստոսի 8-յան խաղաղության ակտի շրջանակում խաղալով թե Թրամփի նախասիրությունների, ասեմ, կամ Թրամփի քաղաքական անհրաժեշտությունների դաշտում, մյուս կողմից Փաշինյանին տալով քարոզչական կարտ բլանշ նախընտրական տրամաբանության համատեքստում, մյուս կողմից Ալիևը փորձում է պարբերաբար պահել իր օրակարգը եւ թույլ չտալ, որ այն ոչ միայն մոռացության մատնվի, այլ նույնիսկ այսպես հետին պլան մղվի, որովհետև հետո լրացուցիչ բարդություն կամ աշխատանք կարող է պահանջվել, դա վերստին վերել օրակարգ։ Նպատակը պահելն է, հա, դա միշտ։ Պահելն, այո, եւ ցույց տալ, որ ամենևին հարցերը լուծված չեն եւ օգոստոսի 8-ը դա ընդամենը իրավիճակային մի զարգացում էր, որը բխում էր գուցե թե ավելի լայն խաղացողների ընդհանուր շահերի տրամաբանությունից եւ թե նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի որոշակի անհրաժեշտություններից, բայց դա իրավիճակային գործընթաց էր եւ Ալիևը փորձում է հիշեցնել, որ ռազմավարական առումով ինքը չի հրաժարվում իր նպատակներից եւ թիրախներից եւ դրանք փորձում է պահել օրակարգում։ Իդեպ ուշադրության արժանացնենք մի հանգամանք։ Ինչ էր նախորդել ներողություն Ալիևի այդ ելույթին։ Նախորդել էր տեղեկությունը, որ նա չի գա Երևան 2026 թվականի մայիսին։ Ու պատճառաբանությամբ Նախ, այո, արտահոսքով դա դաշտ բերեցին, հետո պաշտոնապես մեկնաբանեցին, որ չի գալու եւ շատ հետաքրքիր էր հենց ձևակերպումը, որովհետեւ գալ Երևան ներկայիս պայմաններում կարող է ստեղծել կեղծ տպավորություն, որ հարցերը լուծված են, կարգավորված է եւ այլն։ Եվ մի քանի օր անց, 3 թե 4 օր անց Ալիևը ունենում է այդ ելույթը։ Այնպես որ ես կարծում եմ այստեղ Ադրբեջանը շարունակում է լինել իր արդեն բավական բաց, շատ վաղուց բավական բաց ռազմավարական նպատակների շրջանակում։ Կիսա դավադրապաշտական հարց տամ այդ պարագայում, այ բերեցիք դրան։
Միգուցե Ալիևը վստահ չէ, որ Փաշինյանը կվերընտրվի, հա 26-ին, եւ շտապում է, process-ն է ուզում արագացնել, ստանալ մինչ այդ այնինչ ուզում էր, օրինակ, չեմ, սահմանադրություն, նո առաջի թիվ 1 պահանջը դա է, չէ՞ որ խաղաղություն, տեսեք, շղթայով գալիս է, խաղաղություն չկա, հարաբերություններ չկան, դրա համար Երևան չեմ գալիս, հետո այս հայտարարությունը ու արանքում հիշում ենք իր պահանջը սահմանության, որը Փաշինյանը ըստ էության խոստացել են ընտրվելուց հետո մոտավորապես կամ այդ օրերին դրան կարող է վստահություն չունի, որ կվերընտրվի եւ այդ մի ցած շտապեցնում է։ Իհարկե, չգիտեմ, Ալիևը կարող է արդյոք ունենալ ներողություն այդ վստահությունը, բայց այն, որ շահառու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պահպանի իշխանությունը, դա անկասկած։ Այդուհանդերձ ես չեմ կարծում, որ ինչ որ շտապողականություն կա պարտադրել Նիկոլ Փաշինյանին անել որոշակի քայլեր, առավել եւս իր բարձրաձայնած այդ նարատիվների շրջանակում, որովհետեւ այդ քայլերը անկասկած կբարթացնեն Նիկոլ Փաշինյանի ընտրության հնարավորությունը, որովհետեւ այդտեղ այդ քայլերը որևէ կերպ չեն արտացոլում Հայաստանի շահը եւ ոչ միայն չեն արտացոլում Հայաստանի շահը, այլ փաստացի Հայաստանի շահի հաշվին ստեղծում են Ադրբեջանի ռազմավարական առավելության նոր դիրքեր Հայաստանի Հանրապետության դա կխանգարի վերընտրել, հա, ճիշտ եմ հասկանում։ Խանգարի, եթե Ալիևը ակնկալում է, որ միջև ընտրություն Փաշինյանը պետք է իր բարձրաձայնած այդ նարատիվների ուղղությամբ անի ակտիվ քայլեր։ Հետևաբար ես ավելի շատ հակված եմ հենց այն մտքին, որ մի ձեռքով իհարկե օժանդակելով Փաշինյանի այդ խաղաղության քարոզչությանը, այսինքն չգնալով շատ լարման ռետորաբանության, մյուս ձեռքով ինքը անշուշտ պահում է այն նշաձողերը, որը, ինչպես նշեցի, իր ռազմավարական նպատակն է եւ այդ նպատակները բացահայտ շատ բաց տեքստով է ինքը ձևակերպել շատ վաղուց եւ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ իմաստով շատ հետեւողականորեն գնում է դեպի իր նպատակների իրականացում եւ նույնիսկ կարող ենք ուրվագծել կամ արձանագրել որոշակի տրամաբանություն Ադրբեջանի գործողությունների։ Նախ բերվում է հարցը օրակարգ, անընդհատ խոսվում է այդ մասին, հետո ամբողջապես լծվում են այդ հարցը միջազգայինորեն լեգիտիմացնելուն, այսինքն միջազգային խաղացողներին այդ հարցերին ադապտացնելուն, եւ հետո արդեն այդ միջազգային հանրություն ասվածը կամ միջազգային խաղացողներ ասվածը արդեն դառնում են Ադրբեջանի ուղակի թե անուղակի գործընկերը Հայաստանին այդ ամենը պարտադրելու կամ թելադրելու հարցում կամ համոզելու հարցում թեկուզ, բայց միևնույն է, ինչպես արեց Արցախի դեպքում, ճիշտ եմ հասկանում, ոչ միայն Արցախի դեպքում, ես կարծում եմ գործնականում բոլոր հարցերի պարագայում, նաև այդ խաղաղության պայմանագիր ասվածը, բոլոր հարցերի պարագայում Ադրբեջանը գործել է այդ տրամաբանությամբ եւ եթե նկատի առնենք Ալիևի այդ ելույթը, այնտեղ ամենաէականն այն է, որ նա ձևակերպում է նաև հանձնարարություններ, այսինքն ոչ միայն նպատակներ, այլ նաև հանձնարարություն տալիս պետական մարմիններին, գիտնականներին եւ ոչ կառավարական կազմակերպություններին աշխատել այդ ուղղությամբ իր բարձրաձայնած նպատակների ուղղությամբ։ Եվ խոշոր հաշվով մենք տեսնում ենք նաև այդ աշխատանքը նախորդին ես մեր լրահոսում կարդացի միտքը, որ արտահայտել էր Հայաստանի կառավարության փաստացի Հայաստանի կառավարության օժանդակությամբ կազմակերպված այդ միջազգային քննարկմանը, որտեղ ադրբեջանցի ինչ որ փորձագետ խոսում է այն մասին, որ Հայաստանում եղել է հսկայական, հենց իր ձևակերպումն է, համաձայն մամուլի հսկայական ադրբեջանական համայնք եւ խաղաղության գործընթացում այդ համայնքը չի կարող դուրս մնալ, պետք է հաշվի առնել այդ համայնքը եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք անմիջապես, որ Ալիևի այդ հանձնարարությունը իրագործվում է ուղղակի թե անուղղակի, հենց Երևանում այդ ադրբեջանցի մասնակցի հայտարարությամբ։ Այսինքն ըստ էության թյուր է կամ ծիծաղելի է, միգուցե այն շաբլոն արտահայտությունը, որը նաև ասաց ազգային ժողովի նախագահ եւ այլն, որ սա ներքին լսանի համար, այսինքն սա լավ էլ պրագմատիկ ծրագիր է, հա։ Ես կարծում եմ հենց այդ հայտարարությունը, թե Ադրբեջանի ներքին լսարանի համար է արվել Ալիևի խոսքը, Հայաստանի ազգային ժողովի նախագահի խոսքն է Հայաստանի ներքին լսարանի համար կամ ավելի շուտ հենց քաղաքացիական պայմանագրի էլեկտորատի համար։ Փաստը այն է, որ Ադրբեջանը այս ամբողջ ընթացքում որևէ այդ ռետորաբանության որևէ դրվագ չի առանձնացրել ներքին եւ արտաքին տրամաբանությամբ։ Բարձրաձայնել են նպատակները եւ ինչպես նշեցի, լայն ճակատով հետեւողականորեն գնացել այդ նպատակների հետևից։ Այսինքն այս առումով փաստը այն է, որ Ադրբեջանը այդ առումով Հայաստանի հանդեպ իր նկրտումների, հավակնությունների, պայմանների եւ այլնի տեսանկյունից չունի ներքին եւ արտաքին տարբերակում։ Իհարկե Ալիևը ունի այդ խնդիրը ներքին լսարանին շարունակել կերակրել այդ հերոսականությամբ, չգիտեմ, առաջատարությամբ, հաղթանակով եւ այլն, բայց դա ամենևին չի բացառում այն, որ իր այդ
ներկայացրած թիրախները եւ նպատակները իրապես գործնականում Ադրբեջանի քաղաքականության մաս են եւ ինչպես նշեցի, ձևակերպվում են նաեւ հանձնարարությունները պետական եւ ոչ պետական կառույցներին։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում այդ ոչ պետական կառույցները ոչ ֆորմալ իմաստով Ադրբեջանի փորձագետ դժվար է գտնելության ներքո են, այո։ Հիշեցիք այդ համաժողով, որ դեռ ընթանում է։ Փաշինյանը երեք նաև հենց ադրբեջանցի ու թուրք փորձագետների ներկայությամբ, այսպես են, փորձեց պատասխանել կամ իրեն հարց ուղղեցին, Ալիևի այդ Գյոյչայի եւ այլնին։ Բայց գիտեք, Բասար Գեչարի ու Արցախի մեջ հավասարության նշան դրեց։ Բասար Գեչարը դե գիտեք ինչին են ասում։ Գյոյչայի առումով էլ բացատրեց, որ Ալիևը մի ցակ ուրիշ բան է նկատի ունեցել, որ լավ չեք հասկացել իրեն։ Ասաց, որ կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ, քանի որ պարբերաբար դա երևում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Արդյոք համարժեք պատասխաներ եւ ինչ էր ուզում սրանով ասել։ Ու ասենք փախնում էր պատասխանից, թե սա հենց լավ էլ կոնցեպտուալ պատասխան էր, բայց ոչ մեր ուզածը, ինչպես ասած։ Ալիևի շատ կոնկրետ քաղաքական թիրախներին եւ նարատիվներին, որ սահմանել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, շատ կոնկրետ օրակարգային նկրտումներին, Նիկոլ Փաշինյանը փաստացի պատասխանեց խոհափիլիսոփայական ինչ-որ ձևակերպումներով, դարձյալ այդ խաղաղության խնամքի մասին եւ այլն եւ այլն։ Եվ սա ինքնին արդեն ցույց է տալիս, որ այդ պատասխանը չէր կարող լինել համարժեք։ Եվ այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը ասում է, որ քաղաքական հարցերը կարգավորված են, այն դեպքում, երբ Ալիևը հակառակն է ասում, որ կան ահա այս քաղաքական հարցերը եւ չպետք է ստեղծել կեղծ տպավորություն, թե հարցերը լուծված են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչ որ վերացական գնահատումների, փիլիսոփայության, խաղաղության վերաբերյալ ինչ որ տրակտատների դաշտում է, Իլհամ Ալիևը պրակտիկ քաղաքականության։ Հասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը այդ դաշտում, որովհետեւ եթե դուրս գա դրանից, փլվում է իր ամբողջ այդ խաղաղության քարոզչական ամբողջ ճարտարապետությունը, որը առանցքային է լինելու նախընտրական շրջանում, այսինքն դա առանցքային է, փիլիսոփայական դաշտում այդ ձեր ասած վերջինը, ոչ թե հողի վրա։ Դա վաղուց պարզ է, այսինքն որովհետև օգոստոսի 8-ից սկսած այդ քարոզչությունը ուժ գնացած է, բայց երբ այդ համատեքստում տրվում են շատ կոնկրետ հարցեր, թե այդ օգոստոսի 8-ի փաստաթղթում հռչակագրում եղած առարկայի, թե նաև այլ հարցերի վերաբերյալ, որոնք կարող են վերաբերել սահմանազատմանը եւ սահմանագծմանը, Ադրբեջանի հետ ունեցած այլ թեմաներին եւ այլն, որևէ առումով մենք չենք տեսնում, որ կոնկրետ լուծման կամ կարգավորման վերաբերյալ հնչում են ուղիղ պատասխաններ, որովհետեւ դրանք չկան, կամ եթե կան պատասխանները, դրանք ձեռնտու չէ հնչեցնել այսօր, որովհետև կարող են խանգարել այդ քարոզչական էֆեկտին։ Սա է, կարծում եմ, պատկերը։ Այսինքն համարժեք չէր, եթե մի խոսքով ասենք, եթե մենք դիտարկում ենք ձեր ասած պրակտիկ պահանջ, պրակտիկ պատասխան, հա, չկար այս կողմից։ Այդ համարժեքությունը խախտված է շատ վաղուց, այսինքն շատ վաղուց։ Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ արդարացնում է, դե մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, դրա համար իրենք ասում են Արևմտյան Ադրբեջան։ Կապ չունի էլի։ Դե մենք ասում ենք Արցախ, դրա համար իրենք ասում են Արևմտյան Ադրբեջան։ Սրանք զուտ խոսակցության մակարդակում թվում են տրամաբանական, բայց գործնական քաղաքական մակարդակում տրամաբանական չեն, որովհետև թե Արևմտյան Հայաստանը որպես թե պատմագիտական, թե նաև որոշակի իմաստով քաղաքական ձևակերպում որևէ համեմատության մեջ չէ Արևմտյան Ադրբեջան այդ մտածածին եզրի հետ, որ իրենք են հորինել, եւ թե առավել եւս Արցախի հարցում բացարձակապես չկա համեմատության եզր, որովհետեւ Արցախը դա միջազգայինորեն ճանաչված գոտի էր, ճանաչված ոչ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, բայց ճանաչված որպես հակամարտության գոտի, որը առնվազն վեճի առարկա է եւ բոլոր բանաձևերում Նագորնո-Ղարաբաղ այո, վեճը ճանաչված էր միջազգային բացառիկ մանդատի շնորհիվ եւ այդ մանդատը զբաղվում էր դրանով, այսինքն այստեղ որևէ համեմատության եզր չի կարող լինել, որ մենք Արցախ ենք ասում կամ ասել, իսկ իրենք ասում են դրանի պատասխան Արևմտյան Ադրբեջան, դրանի պատասխան իրենք կարող են շատ բան ասել, բայց Հայաստանի քաղաքական ղեկավարության առանցքային ֆունկցիաներից մեկը հենց այն է, որ բացահայտի Հայաստանի Հանրապետության հանդեպ անհիմն հավակնությունները եւ շատ առարկայորեն հակադարձի դրանց, բայց մենք տեսնում ենք, որ հակադարձումը ընդամենը խոհափիլիսոփայական է, ընդ որում հետ հակադարձում էլ չէ։ Եթե մենք այդպես տողերի հանդեպ ուշադիր ենք լինում, դա ընդամենը Ալիևի խոսքերի, այսպես ասենք, արդարացում է նույնիսկ, բացատրություն, թե ինչու է Ալիևը այդպես խոսում, դե պետք է հասկանալ, որ այդպես է խոսում եւ այլն, այսինքն սա ոչ միայն համարժեք չէ
քաղաքական իմաստով։ Սա նույնիսկ ինչ որ իմաստով սպասարկում է Ալիևի այդ հայտարարությունները եւ ինչ որ շրջանակ է ձևավորում դրանց հանդեպ ըմբռնումով մոտենալու։ Մեղմ է փաթեթավորում, հա, որ մենք սուրճ չընդունենք, եթե մի քիչ ես մենք կենցաղային մակարդակի։ Կարճ ասենք, խոսքը այն մասին է, իմաստը այն է, որ ըմբռնումով մոտեցեք, մենք դեռ պետք է սովորենք խաղաղությանը եւ խնամենք խաղաղությունը։ Սա այն շարքից է, որ մենք պարտված ենք, չենք էլ կարող սուր արկադարձել, որ պատերազմ նորից չլինի։ Սա էլի այդ նարատիվի շարունակություն կարող է։ Ամենայն դեպս տրամաբանությունը բերում են այդպես, որ մենք հիմա չենք կարող խոսել ուժերի հարաբերակցություն եւ շատ լավ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է լռենք եւ քաղաքական արձագանք չլինի Հայաստանի Հանրապետության հանդեպ այդ օրակարգ թելադրելու հավակնություններին։ Մենք ամենևին չենք հավակնում Ադրբեջանի որևէ հարցակվել, հա, շահի եւ այդ տեսանկյունից որևէ հիմք չկա, որ Ադրբեջանը մեզ հակադարձի ուժով, բայց ինքը հավակնություններ է ներկայացնում Հայաստանի հանդեպ եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ոչ թե իր անմիջական ֆունկցիան է իրականացնում դրանց հակադարձելու տեսանկյունից, այլ ինչպես նշեցի, զբաղված է հայաստանյան հասարակության աչքին եւ ականջին դրանք ադապտացնելու գործով։ Հիմա սա պայմանավորված է թուլությամբ, թե սա պայմանավորված է ոչ կոմպետենտությամբ, թե գուցե շատ-շատերը գնահատում են, որ ավելի էսպես կոնսպիրոլոգիական կամ գուցե ոչ կոնսպիրոլոգիական ինչ-որ թեմաներ կան, հանգամանքներ կան եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այս իրերի այս դրությունը նշանակում է Հայաստանի հանդեպ անընդհատ այդ Հայաստանի նկատմամբ ակցիանի անընդհատ սեղմում եւ սրա վերջը չի կարող երևալ, քանի դեռ տրամաբանությունը հետեւյալն է, մենք թույլ ենք, ուրեմն պետք է ըմբռնենք եւ ադապտացվենք։ Այդ դեպքում որտեղ է այն սահմանը, մենք տեսնում ենք, որ այդ իր նշած անգամ Նիկոլ Փաշինյանի նշած այդ 29000 չենք տեղավորում, չգիտեմ ինչքան է, մենք տեսնում ենք, որ դա էլ ամենևին վերջը չէ եւ չի կաշկանդում Ադրբեջանին, այսինքն ֆիզիկապես վերջը շատ փաստացի Ալիևի ելույթը դա ներթափանցում էր այդ սահմանից ներս, այսինքն խոսքը այն մասին է, որ արևմտյան Ադրբեջան այսպես կոչված իրենց այդ գաղափարը կամ ծրագիրը պետք է իրականացվի եւ այդ ադրբեջանցիները պետք է այսպես ասած վերադառնան Հայաստան, երբ իրավաքաղաքական իմաստով այդպիսի հարց չկա, որովհետև Հայաստանից ադրբեջանցիները շատ հանգիստ հեռացել են, շատերը նույնիսկ փոխհատուցում են ստացել, իրենց գույքն են կարողացել տնօրինել, փոխանակել եւ այլն, ի տարբերություն Ադրբեջանից պարզապես փախած հայերի եւ առավել եւս Ադրբեջան-Արցախից Ադրբեջանի գրոհի հետևանքով այդ լոգիկայով որեկան տեղավորման եւ այլն ինքնավարություններ կարող է ուզեն միջազգային օրենքներն մի կոմպակտ որ բնակվեն ենթադրենք պատահական չեմ նշում այդ ադրբեջանցի փորձագետի խոսքը նրանց փորձագետները երբեք չեն խոսի մի բան որը դուրս է իրենց պետական պատկերացումից եւ նարատիվներից եւ այդ խոսքը շատ հատկանշական է որ ինքը ասում է պետք կա հսկայական համայնք եւ չի կարող այդ հարցը խաղաղության գործընթացից դուրս լինել Եվ խոսում է այն մասին, որ այդ համայնքը ունեցել է տնտեսական, քաղաքական մեծ դերակատարում, տեսեք ձևակերպումներին պետք է ուշադրություն դարձնել։ Այդ ձևակերպումները ստացվում են Բաքվում իշխանության հետ իրենց թերևս ամենօրյա շփումների եւ այդ հանձնարարությունների շրջանակում։ Եվ երբ բարձրաձայնում է ինչ-որ փորձագետ, դա պետք է նշանակի, դա պետք է ընկալել, որ բարձրաձայնում է պաշտոնական Բաքվում։ Պարզապես ինչպես նշեցի, փուլային տրամաբանությամբ են իրենք աշխատում։ Եթե հարց այդպես շատ դյուրին չէ առաջ մղել միանգամից պաշտոնական մակարդակով, նախ այդ ոչ կառավարական շերտերում փորձում են առաջ մղել թե Հայաստանի նկատմամբ, թե նաև միջազգային դաշտում։ Ես կարդացի նաև դարձյալ այսպես լրահոս նախորդին կամ այսօր առավոտյան, որ Բրյուսելում էլ տեղի է ունեցել արևմտյան Ադրբեջան ասվածի այդ վերաբերյալ միջազգային համաժողով եվրոպացի տարբեր մասնակիցներով հասկանալի է Ադրբեջանը այդ ամեն ինչ անում է իր փողերով եւ այնպես չէ որ հիմա պաշտոնական Եվրոպան է մասնակցել այդ համաժողովին բայց այդպես են ձևավորում միջազգային դերակատարների պաշտոնական մոտեցումները սա է առանցքայինը եւ այստեղ է որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը պետք է իր ֆունկցիան իրականացնի այսինքն քաղաքական համարժեք արձագանքները մշակի եւ ոչ թե զբաղված լինենք խոհափիլիսոփայական արձագանքներով։ Հա, որտեղ արձանագրում եվրոպացի փորձագետից հետո հաջորդ փուլում կարող է մի օր տեսնենք Եվրախորհրդի ինչ-որ կոմիտեում են քննարկում, ճիշտ եմ ես հասկանում։ Հետո աստիճանաբար գնում է առաջ է մղել այդպես։ Բոլոր հարցերը, ընդ որում ոչ միայն վերջին տարիներին, այսինքն ոչ միայն 20 թվականի պատերազմից հետո, մինչ այդ էլ ցանկացած հարց Ադրբեջանը առաջ է մղել հենց այդ հետևողականությամբ եւ այդ մեթոդաբանությամբ։ Բաղդան, ինչ է նշանակում այս
Սկզբից ղազախական ցորեն, հիմա արդեն ռուսական ցորեն հացատիկ, Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխել, այս օպերացիան դրա կնքահայրը Ալիևն է, ինչ է սրանով ուզում ասել, ում շահն է այսպես սպասարկվում։ Ես կարծում Հայաստանին ամենակիչն է ոնց որ դա սպասարկվում, մենք ոնց որ ցորենի խնդիրը այդպես չգիտեմ, ունենք թե չունենք, տնտեսագետները դեռ չեն հիմնավորել։ Ռուսական շահն է սպասարկվում, իրենք ցորենն են բերում վաճառ։ Ինչ է սա։ Իմ գնահատմամբ այս process-ի մոդերատորը Ռուսաստանն է եւ ես առիթ ունեցել եմ դեռ այդ Ալիևի հայտարարություններից հետո ներկայացնել տեսակետս, որ ըստ իս այդ քննարկումները այսպես ամբողջացել են Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում, որտեղ տեղի ունեցավ Ռուսաստանի նաև Ադրբեջանի նախագահների հանդիպումը, առաջինը այդ դեկտեմբերից օդանավի աղետից հետո եւ ինչպես պետք էր նկատել, այսպես բավական սերտ ու հագեցած հանդիպում էր, ամենևին սուր դիմակայության մեջ գտնվող մարդկանց հանդիպում չէր եւ առիթ եմ ունեցել ուշադրություն դարձնել մի հանգամանքի, որ Ալիևը շնորհակալություն հայտնեց Պուտինին այդ օդանավի աղետի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա ներկայացնելու համար։ Սա նշանակում է, որ ինչ որ նոր բաներ են ներկայացվել Ալիևին, այլապես ինչ շնորհակալության մասին է խոսքը, եթե դեկտեմբերին իրենց մեջ հեռախոսազրույց էր տեղի ունեցել եւ այլն։ Ես կարծում եմ, սա Ռուսաստանի ջանքի տրամաբանության մեջ է ԱՊՀ տարածքում, այսինքն հիմնականում իհարկե Կենտրոնական Ասիա, Կովկաս գոտում կոմունիկացիաների ռեժիմի փոփոխության, կոմունիկացիաների որոշակի այսպես աշխուժացման միջոցով նաև քաղաքական ինչ-որ նոր իրողություններ ձևավորել այն մրցակցության համատեքստում Վաշինգտոնն էլ հաշվի առնելով, ճիշտ եմ դες հասկանում, նաև Վաշինգտոնը ինչ-որ հաշվի առնելով օգոստոսի 8-ը նկատի։ Ես կարծում եմ ավելի շատ հաշվի առնելով եվրոպացիների ջանքերը։ Օգոստոսի 8-ի մասով ես միշտ այս հանգամանքը բերում եմ, որ պետք է հիշել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածից 2 օր առաջ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտքոֆը Մոսկվայում էր 3.5 ժամ բանակցեց Պուտինի հետ եւ հետո հայտարարեցին Թրամփի հետ Ալյասկայի հանդիպումը պայմանավորելու մասին։ Սա նշանակում է, որ էական քննարկումներ են եղել եւ էական համաձայնություններ։ Եվ արդյոք 2 օր անց Վաշինգտոնում կարող էր տեղի ունենալ մի բան, որը ռազմավարական այսպես մարտահրավեր էր Ռուսաստանին։ Ես կասկածում եմ այդ տեսանկյունից։ Ընդհանրապես այդ Վաշինգտոնյան ակտը ես կարծում եմ պարզապես նոր իրավիճակի, բայց ժամանակավոր իրավիճակի մի նոր այսպես ռեժիմի հաստատում է, որի վրա դեռ շատ խաղ է ծավալվելու եւ բոլոր այն շահառուները, որոնք Կովկասում կոմունիկացիոն ռեժիմների համար աշխատում են, նրանք դեռ պայքարելու են այդ օգոստոսի 8-ով ստեղծված նոր իրավիճակի հետագա զարգացման, հետագա տրամաբանության համար։ Այսինքն այնպես չէ, սև ու սպիտակ քառակուսի մտածողությամբ, որ սա հակառուսական է, մի օր հանգիստ կարող տեսնել Ռուսաստանը դրա օրինակ գլխավոր շահառուներից կիրառողներից մեկն է, ճիշտ եմ հասկանում։ Այո, քանի դեռ այդ համաշխարհային պատերազմը եւ պատերազմը բոլոր ռեգիոններում կոմունիկացիաների ու ազդեցության համար շարունակվում է, մենք իհարկե չենք կարող որևէ, առավել եւս նաեւ Կովկասյան ռեգիոնում որևէ առավել եւս փաստաթուղթ համարել, որ ինչ որ այսպես հաստատուն ստատուս քվո է եւ ձևավորել է ինչ որ անշրջելի վիճակներ։ Նշեցի եվրոպացիներին, եվրոպացիները բավական ակտիվ են, նաեւ եվրոպական հավակնություն կա հենց նույն Թրամփի այդ ուղու նկատմամբ այդտեղ մտնելու։ Մի շարք հանգամանքներ են վկայում այդ մասին, իսկ Եվրոպան ընդհանրապես Կենտրոնական Ասիա եւ Եվրոպա այդ միջին միջանցքի կոմունիկացիայի ուղղությամբ աշխատում է, ակտիվ աշխատում է դեռևս մարտից։ Ես կարծում եմ ավելի շատ այս ցորենային պատմությունը, ավելի շատ այս process-ներին Ռուսաստանի հակախաղի, եթե կարող ենք այսպես ձևակերպել, դրսևորումներից մեկն է։ Գլխավոր մոդերատոր, ռեժիսորը Ռուսաստանն է։ Մոդերատորը ես կարծում եմ, այո, Ռուսաստանն է այս process-ին։ Մենք ուղղակի հասենք, որտեղ բերում են, հա։ Մենք հնարավորություն, այսինքն մենք ընդհանուր առմամբ այնքանով, որքանով Ռուսաստանի հետ ենք աշխատում, եւ այնքանով, որքանով մենք կարող ենք պարզապես լոգիստիկ նոր հնարավորություն ստանալ երկաթուղային տրամաբանության մեջ։ Իհարկե, անխոս միշտ էլ կարելի է ողջունելի համարել, եթե Հայաստանը ունենում է Ռուսաստանի հետ հաղորդակցության, նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ հաղորդակցության այլ ճանապարհներ բացի վերին դարձից, որը գիտենք ինչ անկայուն է։ Բայց այստեղ բնականաբար միշտ առաջանում է հարցը, մենք երբ ստանում ենք այդ նոր հնարավորությունները, ինչ քաղաքական գին ենք վճարում կամ ինչ քաղաքական գին կարող ենք վճարել։ Վճարելու ենք։ Ես չգիտեմ, բայց այստեղ հաշվի առնելով Հայաստանի իշխանության դիրքորոշումները եւ այդ գործնականում վերացական խոսակցությունը խաղաղության մասին,
այս հանգամանքը առնվազն առաջացնում է կասկածներ, մտավախություններ եւ հարցեր այդ քաղաքական գնի առումով։ Տրվել է այդ գինը, թե դեռ կդրվի Հայաստանի Մոսկվային թե Բաքվին, թե երկուսին միասին։ Գինը ում պետք է, այսինքն կարող է Մոսկվայի մոդերատորությամբ, բայց գինը Բաքվին վճարվի։ Ես կարծում եմ մեխանիզմը աշխատել է հետեւյալ տրամաբանությամբ։ Ռուսաստանը, Ադրբեջանը այդ հարցերը Հայաստան տարանցման քննարկել է ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի հետ։ Հետևաբար Ադրբեջանն է թերևս սահմանելու պայմանները Ռուսաստանի հետ գործընթացում, թե ինչ է ինքը ակնկալում դրա դիմաց։ Չենք կարող բացառել, որ այս պարագայում ընդամենը եղել է այն, ինչ եղել է մինչև հիմա, այսինքն որևէ նոր գին սա չի ենթադրում։ Դա ես չեմ բացառի, բայց կրկնեմ, այստեղ քանի որ հարցերը կան եւ քանի որ process-ն ինքը բավական տարօրինակ է, այսինքն տպավորություն է, որ Հայաստանում ինչ որ post factum են արձագանքում այս ամեն ինչին։ Ուշ են իմացել ու Ալիևը հայտարարում է, որ սահմանափակումները հանել ենք, նոր Հայաստանում խոսում են, որ հիմա կգա ղազախական ցորեն։ Հետո Օվերչուկը հայտարարում է, որ Ադրբեջանը խոստացել է, որ Ռուսաստանը բեռներ կարող է տարանցել ռուսական երկաթուղիները ադրբեջանական երկաթուղով։ Հայաստանում լռություն է, որովհետև այդ ղազախական ցորենի վրա այստեղ կառուցեցին ավանդական մի քարոզչական այսպես մեխանիզմ, որ սա Ռուսաստանից անկախանալու այլընտրանքի եւ այլնի քայլ է։ Այսինքն այդ ինքնիշխանության, ճակերտավոր ինքնիշխանության բրենդավորման քայլ, որը դարձյալ փորձ է արվում մատուցել քարոզչական տրամաբանությամբ։ Եվ հանկարծ տեսնում ենք, որ մինչև ղազախական ցորենը կգա, ռուսական ցորենն է Ադրբեջանի տարածքով անցնում։ Եվ ինչպես նշեցի, ես դեռ Ալիևի հայտարարությունից հետո, երբ Օվերչուկը դեռ որևէ բան չէր ասել, ես հենց դրանից հետո առաջինը նշեցի, որ սա ամենայն հավանականությամբ Դուշանբեում մշակված եւ ամբողջացված process է։ Այսինքն քաղաքական գնի մասով չեք պնդում, բայց հավանական համարում եք, ճիշտ հասկացած ես։ Հավանական համարում եմ, բայց չեմ կարող պնդել, որ հնարավոր է այն եղել է այնքանով, ինչքանով որ կա։ Դա ամենևին չի նշանակում, որ այն ինչ որ կա, դա այսպես խնդիրներ չի հարուցում, որովհետև եթե մենք խոսում ենք հայ-ադրբեջանական այդ process-ի մասին, մենք պետք է նկատի ունենանք նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հարցը, որը չգիտես ինչու չի մեկնարկում, եւ սա եւս հարցեր է առաջացնում, եթե կանոնադրությունը պատրաստ է, վավերացրել են, հաստատել են եւ այլն, եթե որոշել էին նույնիսկ ուղղությունը, բայց մեկնարկ գոնե առայժմ չկա։ Սա ակնարկումը գներից մեկը, այս հասկացած ես։ Բազմաթիվ այդպես մի կողմ դրված գներ կան, վճարելիքներ կան։ Նույնիսկ այլ դրամաբանություն կա Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը մի կողմից հայտարարում է, որ ջերմուկում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մյուս կողմից հայտարարում են, որ այդ խնդիրը կլուծեն սահմանազատման եւ սահմանագծման միջոցով։ Օկուպացիայի հարցը լուծվում է շատ հստակ քաղաքական տրամաբանությամբ։ Հետո է սահմանազատվում, այո։ Դա կարող է լուծվել 100 տարի հետո, բայց հարցի տրամաբանությունը բնույթը փոխվում է, երբ դու տանում ես դեպի սահմանազատման եւ սահմանագծման մեխանիզմով լուծել։ Լավ, այդ ռուսականով էլ ավարտենք մի գրառում ձեր վերջին գրառումից մեջ բերեմ, հա։ Գրել եք, որ չկա որևէ հաստատուն նշան, որ Փաշինյանը Հայաստանը դուրս է բերում Ռուսաստանի ազդեցությունից եւ տանում է, չգիտեմ, Եվրամիություն, Արևմուտք եւ շարունակ որ ասել եք, որ Ռուսաստանը չի դրել Փաշինյանին հեռացնելու խնդիր։ Եվ ինչու պետք չէ թույլ տալ, որ իբր թե Կրեմլից կազմակերպվող հրաշման մասին պատմություններով պարզապես մանիպուլացնեն հանրությանը, նման բան էիք ասել։ Որն է այս ամբողջ ասացի հիմնավորումը, ինչի վրա եք հիմնվում, որտեղ Հայաստանում նույն իշխանությունը, իշխանամետ, փորձակ, չգիտեմ, այդ դաշտը հակառակ պատկերն է ուզում, չէ՞, ստեղծել անընդհատ։ Ինչով է սա հիմնավորվում։ Նոր բան կա, թե նախկինում եղածով։ Չէ, գործնականում առկա իրողությամբ, այսինքն Հայաստանի Հանրապետությունը այս ընթացքում ինչ ստրատեգիական որոշում է կայացրել, որը հակասել է Ռուսաստանի շահերին։ Դες կասեն են սահմանապահների կեսին հանելը ու օդանավականը։ Դա որևէ ստրատեգիական որոշում չէր, այսինքն օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը չեմ կարծում որ Ռուսաստանի համար ստրատեգիա էր, իսկ Իրանի հարցում դուրս են բերվել անցակետից։ Ես այդ ժամանակ նախորդ տարի էր, եթե չեմ սխալվում, հոկտեմբերին էր, որ Փաշինյանը Պուտինի հետ քննարկումների արդյունքում հայտարարվեց։ Ես այդ ժամանակ եմ նշել, որ իմ խորին համոզմամբ այդ որոշումը նաև ռուս-իրանական հարաբերության տիրույթում գտնված եւ քննարկված որոշում է եւ որոշակի ժեստ է նաև Իրանին։ Ընդ որում պետք է ուշադրության արժանացնել, որ այդ շրջանում նաև սպասվում էր Իրանի հետ Ռուսաստանի մեծ պայմանագրի ստորագրումը եւ խոսվում էր հոկտեմբերին Կազանում կստորագրվի։
Հետո բարդություններ առաջացան, որովհետև այնտեղ փորձեր արվում խանգարել եւ այլն եւ այլն։ Այսինքն ես կարծում եմ այդտեղ եւս Ռուսաստանի համար ստրատեգիական որոշում չի կայացվել Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից։ Դուք նկատում եք, որ բազայի հանելն է, հա, ստրատեգիական, հա, դա նկատում եք մեկ, դա ստրատեգիական է, հայ-թուրքական սահմանի, հայ-իրանական սահմանի ընդհանրապես դուրս բերումը։ Մյուսը Հայաստանի երկաթուղիները հավատարմագրային կառավարման է հանձնված ռուսական երկաթուղիներին 2008 թվականից 28 թվականին այդ 30 տարին դրանում է, այստեղ հարցը արդյոք վերանայվելու է դա Ռուսաստանի հավատարմագրային կառավարումը շարունակվելու է թե ոչ։ Եվ բազմաթիվ այլ հարցեր կան, որտեղ մենք տեսնում ենք հապկի պարագայում, այո, այդ որոշումը, բայց հապկի պարագայում էլ այդ սառեցնելը, ես դարձյալ այս առումով իմ կարծիքը վաղուց եմ ասել, ես բացարձակապես չեմ կարծում, որ այդ սառեցնելը Հայաստանի սառեցնելը ինչ որ առանձնապես բարդություն է Ռուսաստանի համար եւ հակառակը։ Այս մասին, եթե ժամանակ կա, ես մի դետալ կարող եմ հիշեցնել, այդ հապկի գագաթնաժողովին, որ տեղի էր ունենում Երևանում, ինչպես հիշում ենք, մշակվել էր հապկի օժանդակությունը Հայաստանին այդ ջերմուկի դեպքերից հետո։ Եվ դրանից առաջ գագաթնաժողովից առաջ արտգործնախարարներն էին Հայաստանում եւ հասկանում ենք, որ պետությունների ղեկավարների սեղանին դրվում է արդեն ամբողջապես համաձայնեցված հարցը։ Եվ մինչեւ պետությունների նախագահների հանդիպումը որևէ խոսք չէր գնում, որ Երևանը հրաժարվելու է։ Հակառակը հայտնի էր, որ համաձայնեցված է, արտգործնախարարները աշխատել են եւ այլն։ Ինչ տեղի ունեցավ, ինչ հատկանշական բան տեղի ունեցավ ղեկավարների հանդիպումից առաջ։ Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանը դիմավորեց օդանավակայանում եւ Պուտինի մեքենայով շարժվեցին օդանավակայանից դեպի Դվին հյուրանոց։ Հիմա այդ 10-15 րոպեն ճանապարհի ինչ կարող էին խոսվել, հասկանալի է, որ պետությունների ղեկավարները այդպիսի քայլեր չեն անում պարզապես միասին ճանապարհվելու համար։ Ուրեմն կա քննարկելու շատ կարևոր հարցեր, որոնք քննարկվում են այդ միջավայրում։ Եվ հանկարծ արդեն նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անհամաձայնություն է հայտնում։ Հիմա այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր, մենք սա գուցե նույնիսկ մի առանձին հաղորդման թեմա կարող է լինել, հիմա ժամանակ չծախսենք սրա վրա։ Եվ դրա համար նշում եմ, որ հապկի պարագայում ես ամենևին չեմ այսպես կարծում, որ այն որոշումները, որ կայացրել է Երևանը, դա ինչ որ ստրատեգիական խնդիր է Ռուսաստանի համար։ Եթե չասեմ հակառակը, դա որոշակի իմաստով նաև մարտավարական շահառու կարող է լինել Ռուսաստանը հենց այդ որոշումների։ Ավտոմեքենայի զրույցը անելով հաշվի առնելով կարող է ակնկալել, որ Ռուսաստանը դեռ ժամանակը չէ ինձ վատ դրության մեջ մի դրեք տղերք, հա, մոտավորապես։ Պատկերացնենք Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանին է կանգնում, այդտեղ Ռուսաստանը կամ պետք է հնարավորություն ունենա աներկբա զսպել Ադրբեջանին կամ ցանկացած միջադեպ հարվածելու է Ռուսաստանին հերթական անգամ։ Հիմա հարց է առաջանում, ռուսները կուզեին այդ պատասխանատվությունը ստանձնել, եթե զսպված մնալու համար Ադրբեջանը կարող էր շատ ավելի մեծ գին ուզել հենց նաև Ռուսաստանից։ Այսինքն այս հարցերը պետք է քննարկել, իսկ այդ ռուսական թեմայի վրա կամ հակառուսական թեմայի վրա սա պարզ է քաղաքական մի շարք ուժեր փորձում են պարզապես օգտագործել հասարակական տրամադրությունները եւ այդ թեմայի վրա խաղալով միավորներ հավաքել, այդ թվում բնականաբար Հայաստանի իշխանությունը, որտեղ ինչպես նշեցի, խաղաղությունից զատ մյուս այդ քարոզչական հիմնական կռվանը կամ առանցքը դա այդ ինքնիշխանության եւ այլնի հարց է, որը ուղիղ կապվում է հակառուսականության հետ։ Հիմա մեր այստեղ Հայաստանի ինքնիշխանությունը մենք չափում ենք կամ հասարակությանը չափել են տալիս միայն Ռուսաստանի հետ հարաբերության մասով, բայց երբ Հայաստանը ադրբեջանական եւ թուրքական ուղակի թե անուղակի նարատիվները պաշտոնական քաղաքականությամբ առաջ է մղում, սա բացատրում են ռացիոնալ քաղաքականության, որ մենք ուժ չունենք եւ այլն, պետք է չլինենք կոնֆլիկտային։ Այս ամեն ինչը մեզանում ցավոք սրտի խեղված է եւ ես դրա համար եմ նշում, որ պետք է հասարակությանը հնարավորինս օգնել կամ հասարակության հետ աշխատել այդ խեղված պատկերացումներով քաղաքական ընտրություն չկատարելու համար։ Թող բացատրվի, թե ինչ է տեղի ունենում, առավել այսպես բազմակողմ եւ հանգամանալից։ Հետո հասարակությունը թող իր ընտրությունը կատարի, բայց ոչ այսպես մանիպուլյացիոն եւ խեղված տրամադրություն։ Իդեպ մի դիտարկում այդ հակառուսականությունը ավելի շատ բառապաշարում է, բայց երբ հենց գալիս ենք պաշտոնական վիճակագրությանը, ոչ հորինված, պաշտոնական, չգիտեմ, առևտուր, տնտեսություն եւ այլն,
մեղմ ասած հակառուսական չէ դա։ Եվ հետո ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է հասկանում, որ այսօր եւ ոչ միայն այսօր, նաեւ վաղը որևէ հեռանկար չկա Հայաստանի Եվրամիության անդամակցության։ Ի վերջո բոլորս դա պետք է հասկանանք, տեսնելով ուկրաինական հարցը, տեսնելով Վրաստանի պարագան, տեսնելով այլ խնդիրներ։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ նաեւ Փաշինյանը շատ լավ պատկերացնում է, որ այսօրվա աշխարհում ինչ որ վերակողմնորոշման կամ, չգիտեմ, վեկտորի փոփոխության հարց դնելը դա պարզապես անիմաստ զբաղմունք է, որովհետև այսօր փլուզվում են գոյություն ունեցող վեկտորները կամ խարխլվում են վեկտորները եւ դեռ հասկանալի չէ թե այս նոր աշխարհակարգում այդ վեկտորները ինչպիսին են լինելու եւ դեպի ուր են լինելու։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը այստեղ շատ ռացիոնալ է գործում այդ տեսանկյունից։ Լավ բերեցիք դրան վերջին ասացիք, որ հակառուսականությունն էլ է թեզ, մոտենում են ընտրությունները, արտահերթ կլինեն, հերթական կլինեն, ինչ էլ լինեն։ Այդ մոլդովական պայմանական տարբերակը Հայաստանում կփորձեն խաղարկել, թե Հայաստան այդուհանդերձ Մոլդովա չէ, այսինքն հստակ չէ իշխանությունը եւ կար ռուսական ուժեղ բլոկ պրոռուսական։ Հիմա կփորձեն այդ գծով խաղարկել, արևմտամետ կփորձեն եւ այստեղ էլ նաեւ այդ Ռուսաստանի թեմայի, հակառուսական թեմայի, այսպես ասած, խաղարկումը ունի դրա նպատակը, այսինքն եթե փորձարկվում է կամ փորձ է արվում մոլդովական տրամաբանությամբ սահմանափակումներ, արգելափակումներ ընտրական process-ի մասնակիցների եւ այլն, պետք է ապահովել ժողովրդավարության, այսպես ասած ժողովրդավարության հիմնական ռևիզորի Եվրամիության լեգիտիմ լոյալ վերաբերմունքը այդ ամեն ինչի հանդեպ։ Իսկ դրա համար պետք է հնարավորինս ներկայացնել, ցույց տալ, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը դուրս է բերում ռուսական ազդեցությունից, անկախացնում է Ռուսաստանից եւ այլն եւ այլն։ Իսկ այս դաշտում բոլորը ռուսամետ են, ճիշտ եմ հասկանում, ընդդիմադիր դաշտում։ Այո, հակառակ դաշտում ռուսամետ են, դա Ռուսաստանի ռևանշն է, դա Ռուսաստանի հեղաշրջման փորձն է, հետեւաբար Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել ցանկացած գնով, ինչպես օրինակ աջակցել եք Սանդուին կամ ինչպես օրինակ աջակցել եք Ռումինիային, երբ նախագահի ընտրությանը պարզապես որևէ կերպ թույլ չտվեցին հակառակ տեխնացուներին հաղթել։ Այդպես էլ աջակցեք Նիկոլ Փաշինյանին, եթե նա գնա իշխանությունը ոչ ժողովրդավարական մեխանիզմներով պահելու քայլերի։ Սա է տրամաբանությունն է։ Այսինքն բնույթի մեջ ինքը չի տանում Եվրամիություն, բայց ընտրական նպատակով թեկուզ կաղապարով, կօգտագործի։ Առավելագույնս փորձելու է ստեղծել այդ միջավայրը, որպեսզի Եվրամիությանը չթողնի հակափաստարկ եւ չթողնի տեղ աշխատել, որպեսզի Եվրամիությունը բացասական գնահատի Հայաստանում ոչ ժողովրդավարական ցանկացած գործիքի կիրառում։ Սրա փորձն է արվում այս թեման խաղարկելով նաև։ Այսինքն չեք բացառում, որ վերընտրվեց բրծավ, առաջի հարցը կարող է Մոսկվա լինի, այցը վերընտրելուց հետո գնա նորից Պուտինի հետ, այդ ամեն ինչը խաղարկելով։ Կասկած չունեմ, քանի մենք ունենք այսօրվա միջավայր, այսինքն քանի մենք ունենք այսօրվա աշխարհակաղակական միջավայր, ընդ որում նշեմ, շատ-շատերը սա որպես բացասական բան են դիտարկում։ Ես հակառակը կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ Հայաստանը պետք է աշխատի բոլոր ուղղություններով։ Բացասական եւ չպետք է դնի եւ հակաս։ Բայց երբ մենք հասկանում ենք, որ այստեղ հիմնականում մանիպուլյացիոն տրամաբանությամբ է ամեն ինչ, որ այստեղ ամեն ինչ հանուն քարոզչությանը եւ ոչ թե հանուն աշխատանքային արդյունքի, այստեղ են խնդիրները։ Բայց իրականում, երկրի համար կարծում եմ, որ այդ բալանս պահելը ինչ որ առումով դրական է, թեկուզ է մանիպուլյացիան։ Ես կարծում եմ այլ անելիք չկա եւ ոչ միայն մեզ համար։ Այսօր մեր տիպի երկրներից գործնականում բոլորն են ձգտում այդպես աշխատել։ Հատկապես այսպես աշխարհակաղակական սալերի վրա գտնվող երկրները փորձում են աշխատել բոլորի հետ։ Համենայն դեպս չմտնել առճակատման մեջ որևէ ուժային կենտրոնի հետ, այն ուժային կենտրոններից, որոնք աշխարհի բաժանմամբ են զբաղված եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդպես միջուկային բռունցքներ կարող են ճոճել։ Հասկանում ենք, որ խելագար չեն, որ միմյանց ոչնչացնեն, բայց մենք տեսնում ենք խաղադրույքները իրենց շրջանակում ինչքան բարձր են։ Այս պարագայում դիրքավորվել դրանցից որևէ մեկի դեմ, սա կնշանակի անմտություն։ Եվ հետեւաբար պետք է աշխատել բոլորի հետ։ Սրան զուգահեռ մենք իհարկե պետք է չտրվենք որոշակի այսպես քարոզչական մանիպուլյացիոն հանգամանքների եւ չմոռանանք, որ այդուհանդերձ մենք Եվրասիական ռեգիոնի այսպես ավազանի երկիր ենք եւ հետեւաբար այստեղ նույնիսկ անմիջական մեխանիզմների, տնտեսական շահերի եւ այլնի տեսանկյունից մենք պետք է աշխատենք այս ռեգիոնի հետ, բայց այս ռեգիոնը իհարկե միայն Ռուսաստանը չէ, այս ռեգիոնը Չինաստանն է, Հնդկաստանն է եւ հարավը նաեւ Ես նկատի ունեմ ծոցի երկրները եւ այլն, այսինքն այստեղ պետք է լինի նաեւ մեծ աշխատանքային դաշտ, բայց մեզ որպես հասարակություն գցում են եւ շարունակ փորձում են պահել
Ռուսաստան արևմուտք կամ Եվրոպա Ռուսաստան, այսպես պարզունակ նեղացնում է դիլեմաների շրջանակը, հա, էլի, որը մեղմ ասած շատ վաղուց է հնացած եւ ինքս էլ դարձյալ նշեմ, ես արդեն շատ երկար ժամանակ ես ընդհանուր ապրիլյան պատերազմից հետո այդ պատերազմի process-ները գնահատելով այդուհանդերձ ես փորձեցի խոսել այս մասին, որ այլևս այդպիսի դիլեմայով Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերելը սա կնշանակի պարզապես Հայաստանը կտրել իրականությունից։ Եվ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ առ այսօր ինտենսիվ ջանքեր կան Հայաստանը այդ իրականությունից կտրելու եւ այդ կեղծ դիլեմաներով ներքաղաքական կյանք ստանալու ուղղությամբ։ Ինչպես նշեցի, նպատակները դիլեմաները, ցավոք սրտի շատ ընդդիմադիր շատ շերտեր հայտնվում են այս process-ի մեջ, հայտնվում են այդ ծուղակում։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, կիզակետում այսօր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք